Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը տարօրինակ անհանգստությամբ է լցված։ Չնայած Նարեի հանդեպ իր անվերապահ սիրուն ու ջերմությանը, Խանդի կայծերը սկսում են աստիճանաբար մեծանալ։ Վերջին օրերի իրադարձություններն ու Նարեի խուսափողական պահվածքը նրան ստիպել են ամեն մանրուք նկատել ու յուրովի մեկնաբանել։ Նարեի տանն արդեն ժամանել է Սաքոյի ընկերոջ որդին, Խորենը։ Նարեն ներկայացնում է նրան որպես եղբոր նման մարդ, մեկը ում հանդեպ չունի որևէ ուրիշ զգացում, բայց Հայկի մտքում այդ բացատրությունները խաղաղություն չեն բերում։ Խորենը նրան թվում է չափից դուրս հարմար, չափից դուրս ներկայանալի։ Նրա երևալը Նարեի շուրջ արդեն իսկ վտանգի ազդանշան է Հայկի ներսում։ Ժամանակը անցնում է, Նարեն տուն է վերադառնում։ Սեղանի շուրջ բոլորը հավաքված են. Սաքոն, Անիկը, Խորենը, ինչպես միշտ Արմոն։ Նրանք նստած են միևնույն սեղանի շուրջ, ժպիտով ու հանդարտությամբ։ Մի պահ ֆոտոխցիկը ֆիքսում է այս տեսարանը։ Նարեն հայացքով անցնում է լուսանկարներին ու սառչում։ Լուսանկարում Արմոն ձեռքը դրել է իր ուսին։ Այդ պահը հենց այն է, ինչը կարող է կործանել Հայկի վստահությունը։ Նարեն խորապես գիտակցում է, սա կարող է նոր սկիզբ լինել մի ծանր վիճաբանության, Խանդի փոթորիկի։ Նա բարի ժպիտով, բայց ներսից ճնշված, խնդրում է բոլորին կրկին լուսանկարվել, հույսով, որ նոր լուսանկարները կջնջեն անցանկալի հիշողությունը։ Մյուս կողմում Սաքոն փոխել է իր մարտավարությունը։ Վերջերս հաճախակի սկսելով մտածել Վռամի մասին որպես իրական ընտանիքի անդամի, նա վերանայում է նախկին դիրքորոշումները։ Այժմ նա նույնիսկ պատրաստ է հորդորել Վռամին, որ չկորցնի Սոնային։ Ընտրելով ուշագրավ ձև, նա սկսում է մղել Վռամին այն միակ քայլին, որը կփակի բոլոր անցյալի վեճերին ու վիրավորանքները։ Սաքոն ցանկանում է, որ Վռամն ամուր կանգնի, բացի Սոնայի առաջ դուռը ու այլևս չթողնի նրան հեռանալ իրենց տնից։ Վռամը իհարկե շփոթված է, չի հասկանում այս շրջադարձային վերաբերմունքը, բայց Սաքոն չի սահմանափակվում միայն համոզելով, նա անձամբ ձեռնամուխ է լինում գործին։ Գիտակցելով, որ Սոնան չի պատասխանում Վռամի զանգերին, նա զանգում է հենց իրեն, Սոնային։ Սոնան վառված զարմանքով նայում է հեռախոսի էկրանին։ Այս զանգն անհավատալի է։ Սաքոն, այն մարդը, ով երկար ժամանակ չէր կարող նույնիսկ նրա անունը լսել, հիմա փորձում է կապվել իր հետ։ Սակայն Սաքոյի սրտում չեն մոլեգնում մեղմ ցանկություններ կամ խաղաղության որոնումներ։ Նրա մեջ խոսում է ծավը, վրեժի կարիքը։ Աբոյի, տարիների թշնամու կողմից վերապրեված նվաստացումը դեռ չի մոռացվել։ Նրա հիշողության մեջ ամուր է փակված այն նկուզային խավար սենյակը, որտեղ Աբոն պահել էր իրեն, ասես բանտարկյալի։ Եվ հիմա Սաքոն մտածում է վրեժի ամենախոր տարբերակի մասին։ Նա ցանկանում է Սոնային ներգրավել իր խաղում, դարձնել նրան իր հաղթանակի խորհրդանիշ։ Նա երազում է պահը, երբ Աբոն կիմանա, որ դուստրը, Սոնան, ապրում է Սաքոյի տանը, նրա որդու կողքին, նրա օրենքներով, նրա վերահսկողության տակ։ Դա կլինի վերջնական հարվածը։ Եվ հենց այդ միտքն է, որ դրդում է նրան մոտենալ Սոնային իր սովորականից շատ տարբեր կերպով։ Սաքոն այլևս հակառակորդներին հաղթելու համար չի բղավում կամ սպառնում։ Նա անցել է նոր, լուռ ու հաշվարկված ռազմավարության, բայց նրա դիմացի տակ դեռ կանգնած է նույն մարդը, խոր վրեժի ծարավով, պատվի ու հեղինակության վերականգնման մոլուցքով։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սոնան կհամաձայնի Սաքոյի առաջարկին, կփախչի տանից ու կգնա նրանց տուն ապրելու։ Գրեք մեկնաբանություն։ Աշմետ ժամ կասես։ Հեծանցքես աղմերս։ Հեծանցքես, հասկաց, մերսի։ Տոլման այո, սուստոր։ Այո, տոլման Մարիամի Ինիջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստել ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հետ լավ է, չէ։ Ով ասացի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդն։ Որ չեմ պահում։ Հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, գեղեցիկ։ Գոնե համով, Մարոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավը քեյք։
Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք։ Աշմետ ժամ կասես։ 6-ից կեսը ամերես։ Հեծանց կեսը։ Հասկաց։ Մերսի։ Տոլման այո, ստոր։ Այո, տոմա Այն Մարիամին միջայլուց մի քանի Համատոմը հատիկ է բանա պատրաստել։ մեջը սովորական ինչ հրնձով էլ կա սուտ մեջը։ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն է անում, հանգիստներ Այո։ ենք պատրաստել է, Աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասացի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդն։ Որ չեմ պահում։ հա, տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանա։ Երիտասարդ աղջիկ է, գերեць։ Գոնե համամով, հա։ Մարոժնին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավ քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ, Չաղանալու ենք ամեն դեպքում։ հալացնում ենք կարակն ու շոկոլադը։ Պետքա ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է ախ։ Ահա ինչի համար է։ Կա բացում է համը։ Կարող աղել լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվում։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ Ծանոթ ChatGPT-ել եմ հարցնել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Կիսում ենք նայսես 4 մասի, այսպես։ Եղա։ Կիբա տեղափոխում ջար։ Չպնել դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ որ մի բան։ Չի ծորում։ Ինչ է, շոկոլադե բլիթ։ Մարոժնին ու Մարինան համով է։ Մարիլես իրեք Վասիրազմինը Վասիրազ օդաժանը Օրվա։ Էդ հիշեցի Սպաս։ Мой սարճին եմ սիրում, սպաս։ Բարշ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մասը